ներկայացնենք Փաստաբանական ակադեմիան Հայաստանի Հանրապետության, միակ կառույցն է ողջ հանրապետությունում, որը տրամադրում է ուսումնառության արդյունքում փաստաբանական գործունեության արտոնագիր։ Մեզ մոտ ուսուցումը կազմակերպվում է երկու խմբերով, նախ իրավական, եւ քաղաքացիական եւ վարչաիրավական, եւ յուրաքանչյուր դիմորդ կարող է իր մասնագիտացմանը համահունչ մասնագիտացում ընտրել մեր ակադեմիայում։ Մեր մասնագիտությունները 8-ն են՝ գեղարվեստական ձևավորման աշխատանքներ եւ դիզայն, մանրանկարչություն, գոբելենագործություն, մետաղի փորագրություն, փայտի փորագրություն, ոսկերչություն եւ խեցեգործություն։ Մերը դիջիսկոլն է, մենք սովորեցնում ենք ՏՏ մասնագիտություններ, որոնց մասնավորապես ծրագրավորում, գրաֆիկ դիզայն, մարքեթինգ։ Մասնակցում են նաև գործնական հմտությունները զարգացնող դասընթացների, օրինակ սիմուլյացիոն դատավարություն են կազմակերպում, որտեղ իրական դատավորը դատավարություն է վարում մեր ունկնդիրների մասնակցությամբ եւ իրենք այդտեղ արդեն պաշտպանում են անձանց իրավունքները եւ օրինական շահերը։ Միակ կառույցն է, որ այսօր Հայաստանում արտոնում է զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ Իսկ հարցերի հետ կապված մոտավոր տղայք ասել ինչքան է։ Օրինակ ծրագրավորում մեզ մոտ 50,000 դրամ է, գրաֆիկ դիզայնը 60,000 դրամ, իսկ մարքեթինգը 55,000 դրամ։ Kevlab ինժեներական լաբորատորիան երկու ուղղությամբ է աշխատում այս պահին, դպրոց է երեխաների եւ պատանիների համար 8-15 տարեկան, սկզբում ընդհանրական ոլորտին ծանոթանալով, բոլոր ինչ ուղղություններ կան ոլորտում եւ ամեն մեկից պրակտիկ աշխատանք կատարելով, դրանից հետո արդեն մասնագիտական ավելի նեղ ուղղվածություն ընտրել։ Ունենք հեռավար կրթության հարթակ, որը շատ կարևոր գործիք է նաև մեր հեռավոր մարզերում ապրող մեր ապագա գործընկերների համար։ Նախ դասընթացները 6:39 են կազմակերպում, ինչը հնարավորություն է տալիս նաև աշխատող մասնագետներին ուսումնառություն հասնել ակադեմիայում։ Պարզապես գրավոր եւ բանավոր քննությանը դիմորդը պետք է ներկա լինի։ Եթե քննությունը հաղթահարում է, ուսումնառության ողջ process-ը հեռավար է կազմակերպում, այդ թվում նաև ընթացիկ քննությունները հեռավար արտերկրից կարողանում են մասնակցել։ Վելով դպրոց կարող են ամբողջական ինժեներական կրթություն ստանալ, մի քանի փուլով, սկզբում ընդհանրական ոլորտին ծանոթանալով, բոլոր ինչ ուղղություններ կան ոլորտում եւ ամեն մեկից պրակտիկ աշխատանք կատարելով, դրանից հետո արդեն մասնագիտական